Միրո, ասում եմ ինչ լավ է, որ տեղափոխվեցին մեր տուն։ Իսկ դու որ մենակ էիր ապրում։ Նախաճաշի, ինչ էիր ուտում։ Դե Միրոյի համար նախաճաշը միշտ էլ անակնկալ է եղել։ Ինչ առաջի պատվերը գալիս էր, դա լինում է Միրոյի նախաճաշը։ Դե հեսա սարդելկաները կլինեն, կուտես։ Յա, հոտի վրա երկու եկակ, չկա, սարդելկա չկա ձեզ։ Չմոտենես կփրթեմ։ Ոյ, հանգստացեք այ աննորմալներ։ Իվան, ես քո հետ խոսալու բան ունեմ։ Ինչի մասին։ Մարգոյի։ Լավ էլի Ալվարդ, արդեն զզվեցրիր քո Մարգոյով։ Մենք ֆիկտիվ ենք, չէ՞ ամուսնացած, հետևաբար ում հետ ուզեմ կլինեմ։ Լիլոյի, Լուսոյի, Հասոյի, դո հենց Մարգոյի։ Մարգոյի հետ չես կարա լինես։ Ինչի։ Որովհետև Մարգոյի հետ բարոնն է։ Երեք Մարգոյի կաբինետում ես եմ իմ աչքերով տեսել։ Ուստե գիտես ինչն է տարօրինակ, որ իրանք այդ ամեն ինչը գաղտնի են պահում ու դրա մասին ոչ մեկ չգիտի։ Ով ասում չգիտի։ Միրոն գիտի, որ բարոնը Մարգոյի մոտ առաքիչ է աշխատում։ Ցնդել ես։ Բարոնը ոնց կարա առաքիչ աշխատի։ Դու մի շեղվի։ Ախպերափայ կիսվում ենք։ Էս քեզ, էս ինձ։ Էս քեզ, էս ինձ։ Բայց մեկը։ Էդ դուք էր։ Չէ, այդ արդար չի։ Դուք էր։ Դե ուրեմն արի հավասար կիսվենք։ Վայ այնքան ուրախ եմ, որ Մարգոն բարոնի հետ է, վերջապես ինձ կանես քո հորինած սերիալից։ Իվան, սիրտս մի բան զգում է, իրանք մի բան մեր դեմ պլանավորում են։ Ինչ։ Այդ բանը չգիտեմ, այսօր կպարսեմ ես։ 11։ 11-ը որ երկուս ես բաժանում, ինչ անում։ Դուք էր։ Չէ, դուք էր։ Տան տիրոջ իրավունքով դուք էր։ Չէ, դուք էր։ Չէ, խնդրում։ Դուք էր։ Եթե ես ուտեմ դու չես, ես կուզում եմ։ Դուք էր։ Մադուկին մի ժամանակ ախպերներով, մեկը նորմալ մյուսը պակաս շարիկներով, տարիները արագ անցան երազի պես, նրանք որոշեցին բացել փոքրիկ բիզնես։ Մեծը համով օդով ճաշացան գայքում, մյուսը մեծ ախպոր լարվածներ վերնաուտում, սա ճանկատագիր ախպորի չես բախչի, ամեն ինչ շատ պարզ ասա հաստատ սուրպրիզ չի, եկեք գնանք ռեստորան, թող մարդիկ մեզ միանան, բոլորով նստենք մի մեծ սեղան, սպասում ենք, սիրով շիրով Իվան, եկեք գնանք ռեստորան, թող մարդիկ մեզ միանան, սպասում ենք սիրով շիրով Իվան, եկեք գնանք ռեստորան։ Սեբաստիան արի։ Oui. Սուրճդ պատրաստ է։ Oh, merci Hélène. Tu es toujours gentille, merci. Սեբաստիան։ Oui. Երեք Ֆրանսիայից Սևամորտ եղբայրդ էր եկել։ Կանչում եք ես, բայց արդեն գնացել էիր։ Ասաց, որ այսօր էլ կգա։ Վերջապես կհանդիպես քո եղբորը։ Quoi? Ինչպես թե գարնում են լավ, ես պիտի գնամ։ Սեբաստիան, սպասի։ Կբացատրես ինչ է այստեղ կատարվում։ Ինչի ես այդ տղայից փախչում։ No, Hélène, սխալ ես հասկացել, նման բան չկա։ Սեբաստիան, ես շան հաչոցից հասկանում եմ երբ է սոված, երբ է խաղալ ուզում ու երբ է ուրիշ շուն ուզում։ Նենց որ բացատրի։ D'accord, Hélène, կպատնեմ, բայց միայն մեր մեջ։
Luchos verdes de Marquito en Baronito. Verdes puertes marcones barones. Luchos verdes de Marquito en Baronito. Luchos verdes de Marquito en Baronito. Verdes puertes marcones varones. Ալվոր։ Spertus pectus de Ivanis. Հանգիստ։ Անս չօգտագործես քո կախարդանքներով։ Ուղղակի ուզում եմ մանամ երկար եմ սպասելու։ Վերկաս փող դուրս գրի գնամ ռեստորանի համար առևտուր անեմ։ Համբերի Իվան, ես տեղ ուզում եմ հասկանամ այդ փիդրացավն ու պարապածակլորը իրար հետ ինչ կապ ունեն։ Իրար հետ ինչ կապ ուզում ա թող ունենան, մեզ ինչ։ Իմ ներքին ձայնը հուշում է, որ իրանց կապը մեր հետ շատ մեծ կապ ունի։ Իսկ ներքին ձայնը չի հուշում, որ մեր ռեստորանի խոհանոցը դատարկ է։ Հաճախորդներին քո ցիրկուս միրկուսով չենք կերակրի։ Արագացրու, վերկաս փող տու։ Իվան, դու ինձ չես հավատում, իսկ ինձ չհավատացողների ոտքը միշտ քարին է կպնում։ Որ մարդկանց ոտքերին քարով չխփես, չի կպնի։ Ժիրո, Մի րոպե։ Թերս։ Ես թերզով վախացրեցին, հա։ Ստրայք։ Դե լավ էլի։ Ինչ լավ ես խաղում, Միրո, անընդհատ ստրայքով հաղթում ես։ կներեք, իսկ ես ինչ եք խաղում։ Մեր հորինած խաղում։ Շարի։ Ուզում ենք նենց անենք, որ այս խաղը մտցնեն օլիմպիական մարզաձևերի մեջ։ Դե չխանգարեմ ձեզ։ Չես խանգարում, Էլեն ջան, ինչի համար ես եկել։ Ուղղակի Իվանին բան ունեի ասելու։ Չհասկացա։ Ամուսինուց տեղ նստած դու տեքրոջ ես ուզում բան ասես։ Ուղղակի ես հարցը մենակ Իվանը կարա լուծի։ Իվանսկի խաչբար չի կարա լուծի, որ մնաց քո հարցը լուծի։ Բայց իմ հարցը չի, Սեբաստյանի հարցն է։ Այսինքն ֆրանսերեն հարցատվե չես կարող պատասխանես։ Չէ։ Սեբաստյանը շատ լուրջ խնդիրներ ունի։ Նրա հետևից շատ վտանգավոր մարդիկ են ընկած ու եթե բռնեն հաստատ կսպանեն։ Պարզվում է, որ Մարսելում ալժիրական մաֆիան փորձել է ռեստորանը ձեռքից խլի։ Նա էլ թունավորել է իրանց գլխավորին ու փախել է Հայաստան։ Ալժիրական մաֆիա, ալժիրական վախացրիչ։ Հեսա միրան մի զանգով այդ հարցը գցում է տեղը։ Դու նայ, դու տեղ չես։ Շիրո, Ալժիրը որտեղ է։ Մտար աջ։ Սեբաստյանը շատ վախեցած է, ուզում է նորից փախնի։ Էլեն ջան, վախենալու բան չկա։ Դու գնա, մենք կօգնենք մեր Սեբո եղբորը։ Սպասիլը մեզ զանգով։ Կյանքս, ես ցելի օր զանգում չես պատասխանում։ Վայ կներես ջանիկս, չէի լսում, ինչ որ կարևոր բան կա։ Կա կյանքս, մտածում էի քո մասին, մտածում էի կարող է նեղացել ես։ Չէ, բարոն, ուղղակի հեռախոսից ձայնը անջատած էր։ Դրա համար եմ մտա մոբայլ ցենտր, քեզ մոտ թույն հեռախոս եմ առա։ Սրա վիբրացիոն եկան բարձր է, որ զանգի դեղ կլսես։ Վայ, մերսի, միշտ հաճելի է անակնկալներ ստանալ։ Իդեպ անակնկալ ասեցի, հիշեցի։ Կարող է այդ Իվանի կինը մեզ, որ սենց անակնկալ ձևով տեսավ, մեզ համար պրոբլեմներ ստեղծի։ Կյանքս դու չգիտես, որ մեր համար պրոբլեմ ստեղծողները իրանք են անգնում այդ պրոբլեմի մեջ։ Չէ, ասածը սենա, որ գլխի չընկնեն էլի մեր պլանների մասին։ Մեր պլանների մասին գլխի ընկնողները գլխի վրա ընկնում են։
Կասկածելի մարդ կա։ Այս սեղանի աղջիկը շատ կասկածելի է։ Ընկերոջը դավաճանում է։ Ինչից ենթադրեցիր։ Սեղանի տակ հեռախոսով ուրիշ տղու հետ էր գրվում։ Միրո հիմա դա մեզ չի հետաքրքրում։ Մեզ ալժիրցիներն են պետք։ Սա գնամ տենամ Լիլիայի մոտ կա բերեմ։ Մի րոպե։ Ցանկացած մարդ, ով մտնում է ռեստորան, պետք է խուզարկենք։ Մի րոպե։ Ձեզ պետք է խուզարկենք։ Միրո, խուզարկի։ Մաքուր։ Մի րոպե, չենք վերջացրել։ Մի րոպե։ Էս ինչա։ Կարող է զենք է։ Կարող է ասենք կրակող բանալիներից է։ Ոչ, սովորական տան բանալի է։ Նա։ Նույն րոպե։ Հիմա աչքերը փակում ենք։ Երկու ձեռքերը այսպես, ցուցամատով կպտում ենք քթի ծայրին։ Հիմա ձախ։ Մաքրո։ Մի րոպե։ Ալժիրի հետ կապ ունեք։ Ոչ։ Ոնց ոչ։ Ախպեր ջան, բա շուտ ասա, ժամանակ ենք ծախսում։ Այ քեզ բան անցի։ Չէ, լավ է, արդեն չեմ ուզում։ Ուրեմն մի անցի։ Անցած է։ Մի րոպե։ Ինչ եք անում Ժիրո։ Մեր ռեստորանում արտակարգ դրություն է, պետք է խուզարկենք։ Չէ, մաքուր, մի րոպե։ Ես ինչ է այս տոպրակների մեջ։ Մթերքա տանում եմ Սեբաստյանին։ Կոդ 14, սննդի միջոցով թունավորում Սեբաստյանին։ Միրո, խու, զարկ։ Մաքուր։ Միրո, խու։ Մաքուրա, բայց ուժեղ է։ Չէ, Վիլտորձիկ ջան։ Ասում եմ քո տղեկը սխալվել են։ Սեբաստյանից ռեստորանում է աշխատում։ Я зуб даю։ Ինչ։ Չես հասկանում ռուսերեն։ Ասեմ ատամ եմ տալի խոսքից համար։ Սեբաստյանը ստե աշխատում, վեշտ պատոնի մոտ լրված ձեռերով ես միշտ այուգեր անում։ Տղեկի ուղարկի հեծմի։ Թողան տանեն դրան։ Всё, давай։ Կյանքս, բայց իմ պախպաղակ ուրա։ Հեսա։ Այդ ոնց։ Դա ինքան երկար խոսած իր հեռախոսով կոննել կերա։ Ես ինչ հորվորդ։ Իվան, ես ուզում եմ ապացուցել, որ Բարոն ու Մարգոն մեր դեմ ինչ-որ մի բան պլանավորում են։ Ու այդ ոնց ես ապացուցելու։ Այս հավի միջոցով, սա պապական մեթոդ է։ Ես քեզ թույլ չեմ տա այդ հավը այստեղ մորտես ու մատաղանես։ Հանգստացի, ես տենց բաների չեմ հավատում։ Հեսա այս հավին բաց եմ թողնելու, եթե մոտեցավ կապույտ ափսեից կերավ, ուրեմն դու ճիշտ ես ու ամեն ինչ նորմալ է։ Բայց եթե այն դեղին ափսեից կերավ, ուրեմն այդ փիդրացավը մի բան պլանավորում է։ Բայց դա ոչ մի բան չի ապացուցում, Ալվարդ։ Լսի, երբ որ Ամերիկայի ՖԲՌ-ը հանցագործներին բռնում էր ու ոչ մի ապացույց չուներ, զանգում էին մամայիս, մամաս էս հավով գնում էր ու ամեն ինչ էլ ապացուցում էր։ Այս հավը մի բան է ապացուցում, որ դու վերջնականապես ցնդել ես։ Արի իրան մի լսի։ Կապույտ թեդեղին, կապույտ թեդեղին, կապույտ թեդեղին, կապույտ թեդեղին։
Գնա, Սովիկ ջան, գնա։ Մաբցիելեն, ես քեզ խնդրեցի, որ ոչ մեկին չպատնես իմ խնդիրների մասին։ Ինչու ես Ժիրոյին ասել։ Սեբաստիան, մի անհանգստացի։ Մենք արդեն մի ընտանիք ենք, պետք է հոգ տանենք իրար մասին։ Բա, Ժիրոն նույնիսկ իր մասին չի կարողանում հոգ տանել։ Դե, բայց տես ինչ լուրջ են տրամադրվել։ Հատուկ քո խաթր գնացել կոստյում են առել։ Ամեն դեպքում նրանք շատ վտանգավոր մարդիկ են։ Եթե անկարծ գան, ինձ զգուշացրու, հետևի դռնով դուրս գամ։ Je vais sortir rapidement. Էլեն, ինչ հա կատարվում ստեղ։ Ինչ են Ժիրոն ու Միրոն իրանց դրել Ջեյմսի ու Բոնդի տեղը։ Իվան, ես քեզ բան պետքա պատմեմ։ Մենակ խնդրում եմ չջղայնանաս։ Արագիլ, ճնճղուկին։ Արագիլ, ճնճղուկին։ Արագիլը լսում է ճնճղուկ։ Միրո, ինչ ես անունը դրել Արագիլ։ Մենք պայմանավորվել ենք, որ ուժեղ թռչունի անուն պիտի տնենք։ Հապա Արագիլից ուժեղ թռչուն գիտես։ Տեսել ես մի ոտքի վրա ինչքան երկար են կանգնում։ Դու ինչ ես ճնճղուկ դրել։ Ճնճղուկները ուժեղ թռչուններ են։ Բա ինչ են։ Բուն չունեն։ Հացի փշուրներով են սնվում, ձմեռը չեն չվում տաք երկրներ, բա ուժեղ չեն ինչ են։ Հա, շատ ուժեղ են։ Գնի ինձ է ասենք ճնճղուկ։ Ինչի՞ չլինի։ Ճնճղուկին։ Ճնճղուկը լսում է։ Չէ, Միրո, ասած կխառնենք։ Ոնց այսքան ժամանակ ռեստորանում հանցագործ ա եղել։ Ժիրո Միրո, եկեք ստեղ։ Խնդրում եմ ինձ ցույց տուր։ Չի ցույց տալիս։ Կամ ստեղի Wi-Fi կապերն ա թույլ, կամ Մարկոյի բարոնի մեջքի հետևը ուրիշ գերբնական ուժեր են կանգնած։ Լավ, ինձ պետքա թարմանալ ու զանգել էքսպերտին։ Մամ ջան, հետս մի բան կատարվում ա։ Առավոտվանից ուզում եմ գուշակություններ անեմ, որ հասկանամ ես փիդռացավը մեր դեմ ինչա պլանավորել, չեմ կարողանում։ Լինում ա բալես։ Երևի մրսել ես, գուշակագեղձերդ բորբոքվել են։ Կօգնես ինձ մամ ջան։ Իհարկե խխունջիկս, նկար ուղարկի, տեսնեմ ինչ կարամ իմանամ։ Ապրես մամ, հեսա ուղարկեմ։ Մի վարկյան։ Մեր ռեստորան մտնելուց պետք է ստուգենք ձեզ։ Այս հետինդ ոնց որ արտասահմանցի ա։ Միրոն իր հասկանալի լեզվով կասի։ Miro is shimoning your shoring, shilwaring and գրպանինգ։ Լավ է, սկսեցի վրա։ Ձեռները թել։ Վրա ստու։ Միրո։ Ներողություն եմ խնդրում, բայց մեր ռեստորանում մենք ոչ ոքի չենք ստուգում։ Բարով եք եկել։ Իվան, արտասահմանցի ա։ Պետք է ասես good welcoming։ Ուշադրություն մի դարձրեք, համեցեք։ Մենք եկել ենք մեր աղբորը տենանք, ասել են, որ ստեղ է աշխատում։ Երեք եկան գնացել էր։ Իսկ ով է ձեր աղբերը։ Սեբաստիանն է անունը։ Այ ձեր ցավը տանեմ, բայց ձեր աղբերը մեր աղբերն էլ է։ Համեցեք, այն պատուհանը տեսնում եք, Սեբաստիանը դրա հետևում է, համեցեք։ 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 Good coming։ Համեցեք։ Սեբաստիան։ Մեր ալժույցի աղբերները քեզ շատ երկար են ման եկել։ Ինչ եք անում։ Բաց թողեք։
C'est pas Sébastien le mec. Ոնց Սեբաստյանը չի, բա ով է։ Je sais pas, c'est qui ce bourg? Տղերք ինչ որ խնդիր կա։ Չէ, ոչ մի խնդիր էլ չկա։ Դե ուրեմն հետ դրեք տեղը։ Et vas-y, barre-toi, mec. Putain. Երևի սխալվել է։ Մեծ ճշտեք նոր եկեք ձերքներդ խոթեք ուրիշի պատոհանի մեջ։ Et vas-y, dégage-toi, le nain. Oh, chers amis, merci beaucoup. Sinon, la trame qui voilà. Donc, à ce petit qui me canque. Merci. Լավ, հա։ Այլ որոր անկերներ եք։ Բայց սրանք շատ վտանգավոր մարդիկ են։ Լավ կլինի, որ ես նորից անետանամ։ Բայց դու երբ էի ներվածել որ։ Մի անհանգստացի Սեբաստյան ջան, ոնց որ ասել էի, մենք արդեն մի ընտանիք ենք ու պետք է հոգ տանենք իրար նկատմամբ։ Շատ ճիշտ բան ասում իմ կինը։ Իվան, Իվան, ես ամեն ինչ պարզել եմ, բարոնը ու Մարգոն հանցագործներ են, իրանց վրա լիքը քրեական գործեր ա բացված, ուղղակի ապացույցներ չկա, որ իրանց նստացնեն։ Այդ ոնց իմացար։ Աստղերը հուշեցին, թե հավն ասեց։ Դատավորն ա ասել։ Ով։ Ես զանգեցի մամայիս, մաման զանգեց իր անգերուհուն, ով որ դատավորի մոտ անձնական բախտագուշակ է աշխատում։ Դատավորի բախտագուշակը ո՞րն է։ Երբ որ դատավորը առանձնանում է որոշում կայացնելու, բախտագուշակի հետ է այդ ամեն ինչը քննարկում։ Ֆորվարդ, անկապ խոսում ես։ Դուք ինչ եք կանգնել։ Շուտ անցեք գործի։ Դավայ։ Իվան տղա, ես քեզ կապացուցեմ, որ ճիշտ եմ։ Լսի Վիլդորձիկ, դու արդեն ուրիշ բաներ ես խոսում։ Քեզ ոչ մեկ սխալ ինֆորմացիա չի տվել։ Այդ Սեբաստյանը դեմի ռեստորանն է աշխատում։ Ինչ ուրիշ մարդ։ Խուջուց ցնդած։ Հարադի ժիրոնը եղե աղբե։ Լավ կարոջը լսի ինչ եմ ասում։ Վաղը քո մարգանց ուղարկում ես ստե, ես իմ մարգանցը ուղարկում եմ, այդ Սեբաստյանին ծալում բերեմ են ստե մի րոպեում։ Փաթեթավորում ղրգում ենք մոտդ։ Всё, давай, աղբե։ Բարոն, քեզ պետք է զբաղվում ես այդ հարցով։ Մարգոն ջանս, Վիլդորձիկը ինձ ժամանակին ուժեղ օգնել է։ Այն Մոնալիզայի նկարը, որ դու նկարած եմ, որ քեզ եմ նվիրել։ Իրա մարդիկ են Լուվրից իմ մարվից դրա։ Ուրեմն լսեք ստեղայ հանցագործներ, ես ձեր մասին ամեն ինչ գիտեմ, ու եթե Իվանից հանգիստ չեք թողել, ես կդիմեմ ոստիկանություն։ 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 Հաստատ։ Հաստատ։ Մատուկ ինի ժամանակ ախպերներով Մեկը նորմալ մյուսը պակաս շարիկներով Տարիները արագ անցան երազի պես Նրանք որոշեցին բացել փոքրիկ բիզնես Մեծը համով օտով ճաշացան գայքում Մյուսը մեծ աղբոր լարվածներ վերնաուտում Սա ճանկատագիր աղբորի չես բաղջի Ամեն ինչ շատ պարզ ասա հաստատ սյուրպրիզ չի Եկեք գնանք ռեստորան Թող մարդիկ մեզ միանան Բոլորով նստենք մի մեծ սեղան Սպասում ենք Սիրով շիրով Իվան Եկեք գնանք ռեստորան Թող մարդիկ մեզ միանան Սպասում ենք սիրով շիրով Իվան Եկեք գնանք ռեստորան